Այն հեռուստաընկերություններին, որոնք չեն ուզում մասնակցեն։ Ամեն մի հեռուստաընկերություն, որ ուզում է մասնակցի ընտրություններին, քարոզչությանը, գին ասահմանում, ենթարկվում է մեր պարզաբանումներին, բայց հեռուստածրագրեր կան, որոնք չեն ուզում մասնակցեն։ Ֆաստը, որը սպորտ է ցույց տալի, ինչի պիտի ինքը տեղադրի անվճար ինչ որ կուսակցության մասին սիրուն ռոլիկ, կամ նույն մշակույթ հաղորդումը 21 TV-ին, կամ բունը, որը մշակույթային ալիք է, ինչի ինքը քաղաքականությունից զուրկ է, կամ նուրը, այսինքն ինքը ոտնահարում է ընտրողի իրավունքը լսարանի, ինքը բուն է միացնում ամենտեղ քաղաքական գովազդը, ինքը ուզում է բունով նայի մշակույթին հաղորդում, միացնում է էլի մեկը կանգնած, էշեշ դուսատալի հազար ներողություն, որովհետև շատ ժամանակ կուսակցությունների ռոլիկներում դա իրականություն չի, դա հնարովի իրականություն է, որպեսզի մարդկանց բան անեն, չգեր դա մանիպուլյացիաներ է, ցականցած նախընտրական ռոլիկ դա մանիպուլյացիա է, մարդկանց պարտադրում են Հայաստանի բոլոր ալիքներով հետևել նախընտրական մանիպուլյացիաներին։ Այդ հարցը ցավոք, մենք բարձրացնում ենք, բայց համերաշխություն եւ մեր հեռուստաընկերությունների միջև չկա, որ մենք հասնենք այն նպատակին, որ այդ նորմը, սխալ նորմը հանվի օրենսդրությունից։ Շատ երկար պատասխանեցի, որովհետև իսկապես սա կարևոր է։